2022 թվականին մեծ շուկով հայտարարվեց, որ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացվելու է, բայց պայմանավորվածությունը, որի անոնսը նաև դուք բավականին այսպես մեծ շուկով արեցիք, տեղի չունեցավ։ Հիմա կարող եք հաշվետվություն ներկայացնել վերջին 5 տարվա, ի վերջո ինչ ունենք այս մասով, արդյոք շարունակելու է այդ ֆորմատը գոյություն ունենալ, որովհետև առնվազն մեկ դեպք կա, երբ որ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ այդ պարզ պայմանավորվածությունը կյանքի այդպես էլ չի կոչվել։ Ամենակարևոր հարցը հայ-թուրքական սահմանի բացումն է եւ այդ հարցը լուծված չէ։ Դուք հիմա երկար-բարակ ինչ-որ բաներ եք շարադրում, թվարկում։ Ասում եմ 2022 թվականին մեծ շուկով անոնսեցիք, որ երրորդ երկրի քաղաքացիների համար սահմանը բացվելու է։ Դուք եք անոնսը, մամուլը չի գրել դրա մասին։ Այդ պայմանավորվածությունը կյանքի ինչի չի կոչվել։ Եվ առհասարակ այդ հանձնաժողովից վերջում մնաց քլչի շնորհավորանքը ձեզ, ինչ համատեքստում նկատի ունեմ, նաև ձեր արձագանքում կարող եք դրան էլ անդրադառնալ։ Դասական, դիվանագիտական էթիկետի տեսանկյունից սովորաբար սպասվում են, որ պաշտոնյան այսպես ընտրվի, պաշտոնապես եւ նոր շնորհավորեն։ Այս ժեստը իր կողմից տալիս է ենթադրության հնարավորություն, որ բավականին փաստորեն ջերմ են եղել ձեր հարաբերությունները։ Եթե այդքան կառուցողական են եղել, ջերմ են եղել, ինչու համաձայնության չեք կարողացել հասնել սահմանի բացման մասով։